Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Պարոն Իսրայելյան, նախ սկզբում անդրադառնանք մեր Բաքվում գտնվող ռազմագերիներին, շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ շինծ ու դատավարությունները եւ օրերս հրապարակվեց եզրակացությունները մեղադրական եւ ենթադրվում է, որ նրանց սպասում է ՑՄԱ ազատազրկում։ Ձեր գնահատմամբ Հայաստանի իշխանությունը այս մարդկանց հայրենադարձման նպաստելու համար որևէ շոշափելի քայլ ձեռնարկում է բացի հայտարարություններից։ Դե եթե գործը հասել է արդեն դատավարության ավարտին, ուրեմն հասկանալի է, որ այդքան ժամանակա ընթացքում, եթե Հայաստանի կառավարությունը կամ իշխանությունը ինչ-որ բաներ ձեռնարկացել է կամ աշխատանքներ իրականացրած այդ ուղղության վրա, մենք արդյունքներ կունենայինք, այլ ոչ թե այս ձևի արդյունքներ։ Այդ առաջինը, երկրորդը ես ուզում եմ հետ վերադառնանք մի քիչ առաջվա, այդ ոնց է իրականացվել այդ մարդկանց ձերբակալումը, ոնց ենք դրանք հայտնվել Բաքվի բանտում, ամենամեծ բացթողումը եղել է Հայաստանի կառավարության իշխանության կողմից, ու ընթացքում էլ մեկ եկանք այն համոզմունքի, որ ներկա իշխանությունը հենց համագործակցել է այդ մարդկանց ձերբակալման, կարող է բաց տեքստով դա չի եղել, բայց ներքին կարգով, որովհետև դրանք լուրջ խնդիրներ կստեղծեին ստեղ ներկա իշխանության համար, եթե այդ ժամանակից հետո հայտնվեին խոսքի Արցախի կործանման ընթացքում հայտնվեին Մայր Հայաստանում։ Եթե նկատել եք, դեղ գտնվում են այն մարդիկ, որոնք երկար ժամանակ կառավարության ղեկավարության պաշտոններ զբաղեցրել, որոնք շատ լուրջ տիրապետել են մանրամասների Արցախյան շարժումից սկսած մինչև բոլոր, որ ասում է գաղտնի, բոլոր, որ ասում է իրադարձությունների հետ կապված հարցերին, ու այդ մարդիկ էլ հենց հայտնվեցին ադրբեջանական խոսքի տերապետության կամ գերիության բանում։ Ես գերիների այդ հարցի կապակցությամբ ահագին միջոցառումներ եմ կազմակերպել ստեղ իրենց խոսքի հանրային ձայն լսեցնել տալու, որ գոնե հանրությունը մեկ լրաշ չենք, հանրությունը չի հանդուրժում կամ չի բանջանում, չի համաձայնում այդ իրավիճակին, ոնց որ այսօր հայտնվել են մեր գերիները, որոնցից մեկն էլ իմ եղբայրն է։ Իմ եղբայրս հասարակ մի հատ գյուղացի էր, որ սենց վերցնում ես քաղաքական ինչ-որ բանդերակատարություն չուներ, հասարակ մի հատ արցախցի էր, ուստեղ խնդիրը գիտեք ինչի մեջ է, դեղ տարբեր ներկայացուցիչներ կան, տարբեր զինվորականներ, հասարակ ժողովրդի մի մասն է, ղեկավար անձեր են, սա ինչ ասում, սա ասում է, որ Թուրքի համար մեր թշնամին, ես միշտ ասել եմ ու միջև օրս էլ ասում եմ, իմ թշնամից Թուրքն է, Թուրքի համար հասկացողություն չկա, հասարակ մարդ, ղեկավար մարմին, հայը իր համար վտանգ է, ու Թուրքի համար խաղաղությունը ինքը տեսնում է այն տարածքում, որտեղ հայ չկա, ու ինքը ամեն ինչ անում է, որ այդ մարդկանց հանրության մեջ կոտրի կամ վախեցնի այդ մթնոլորտը, ու ինքը համասարակ ժողովուրդի, համասարակ մարդկանց է այդ վնասը հասցնում, համ ղեկավարներին է վնասը հասցնում, ընդհանուր բովանդակային խոսքի այդ բանը խորքային իմաստը ինքը արմատներից է բանանում, ու ինքը միշտ իր նպատակներին էլ որ հասել է, այդ ձևի է հասել, արմատախիլ է արել այն տարածքում կարևոր դերակատար ունեցող մարդկանց, դրանից հետո էլ արդեն կամաց իրականացրել է իր այդ բան ատելության կամ այդ թուրքացման ծրագրերին։ Ես վերջի այդ ձեր ասած հարցին անդրադառնամ, որ Ռուբեն Վարդանյանի վերջի այս քանի օրվա ընթացքում ուղերձը, ուստեղ գիտեք ինչն է ամենահզորը այ հայի տեսակ լինելը, դա կապ չունի դու որտեղ ես գտնվում, դա կապ ունի դու քո հայեությունը, որ ամեն տեղ էլ դու բան ես անում, ավելի գերարժեք ես դա համարում, ու դա գիտեք ափսոս, որ նման մարդկանց, նման մարդուն մենք չկարողացանք պաշտպանել, մենք չկարողացանք թիկունք կաղնել,
ու մեր պատմության մեջ մեր բոլոր պարտությունները եղել է միշտ, որ մենք մեր հերոսներին կամ մեր առաջնորդներին տեր չենք կաղնել, որովհետև հերոս հասկացողությունը, առաջնորդ հասկացողությունը դա տոկոսային հարաբերություններով ամեն մի ազգի մեջ դա փոքրամասն է միշտ կազմում։ Եթե նման հերոսների շնորհիվ ենք մենք որպես հայ ազգ միջև այսօրվա իրավիճակում հազարամյա տարիներ գոյատևել, այսօրվա իրավիճակն էլ նույն պատմության կրկնությունն է, նույն թշնամին է, նույն էլի կռիվն է, որ ասում է իրար նկատմամբ, բայց մենք այսօր մեր պատմությունից դասեր չքաղեցինք, որ նմանատիպ հերոսներ, նմանատիպ առաջնորդներին մենք կարողանանք այնքան մեջ կաղնենք, պահպանենք, որ մենք այսօր կրկնապատիկ հզոր ազգ լինենք ու մենք կարողանանք մեր ապագա սերունդի համար ապահովենք խոսքի ապագան իրենց։ Ցավոք սրտի կան խնդիրներ, կան հարցեր, թե գերիների հետ կապված է, թե հիմիկվա իրավիճակում Արցախի օրը հիմնախնդրի հետ կապված է, բայց մենք իմանալով թշնամու թույլ տեղերը, ոնց որ իրենք են հիմի մեր թույլ տեղը բռնել, դա մեր ներկայիշխանության ղեկավարների իական կերպարն են, էլի։ Մենք էլ գիտենք թշնամու այդ թույլ տեղերը, կգա ժամանակներ, ես վստահ եմ, կգա այդ պայմանները, մենք էլ կօգտվենք այդ պայմաններից, ու թե հայկական Արցախի հետ վերադարձն է, վերականգնումն է, թե մնացած հարցերի լուծումները մենք կունենանք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախի կորստի համար Հայաստանի նախկին 3 նախագահներին է մեղադրում, պնդում, որ նրանք այնպիսի ժառանգություն էին թողել, այսպես ասած, որ Արցախի կորուստը անխուսափելի էր, սակայն նախկին նախագահներն էլ հակադարձում են, որ Արցախը կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով։ Ի վերջո ում մեղքով կորցրեցինք Արցախը եւ հնարավորություն կար գոնե ինչ-որ չափով խուսափել տեղի ունեցածից ձեր գնահատմամբ։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը եթե մեկի մեղադրում է, ուրեմն իր գործած մեղքը նա գիտի ինչի մասին է խոսում։ Նա հենց այն բանին է խոսում, այն բանից է խոսում, որ դա իր մեղքն է։ Այդ մարդը ամեն մեկի մասին, ամեն հարցի շուրջ խոսում է, որ բոլորը մեղավոր են բացի իրենից։ Տենց բան մտնոլորտ ինքը միշտ ձևակերպում է, բայց նա մոռանում է, որ ինքը այդ ժամանակահատվածում երկրում կամ երկրի ժողովրդի շուրջ ինչ կատարվում է, առաջ պատասխանատուն երկրի ղեկավարն է։ Եթե դու մեղադրում ես ուրիշներին, դու երկրի ղեկավար չես։ Ուրեմն դե այն անձը չես, որ կարաս ղեկավարես երկիր, որովհետև բան չի, ինչ որ պայմաններում, որ բարագայում ես դու երկրի ղեկավար լինելու այդ բանը, այդ ստատուսը խոսքի քո մոտ ձևակերպում։ Որ պարագայում երկրի ղեկավարը միշտ պիտի արձանագրի ինչ-որ առավելություն, երկրի ղեկավարը միշտ պիտի լինի առաջնորդ, օրինակելի առաջնորդ, օրինակելի հայ խոսքի, եթե Հայաստանի մասին եք խոսում, մեր ժողովրդի, օրինակելի մարդը պիտի լինի միշտ երկրի ղեկավար։ Եթե ղեկավար մարդը, պատասխանատու մարդը մեկին մեղադրում է իր ժամանակ ղեկավարության ընթացքում ինչ-որ process-ի կամ ինչ-որ կործանման բանի մեջ, ուրեմն դու երկրի ղեկավար չես։ Դու ոնց կարաս երկրի, ամոթալի բառեր է, ես ասում եմ, ես այսօրվա իրավիճակում այս ինչ կատարում է մեր ժողովրդի շուրջ, կա հարցեր, որ խոսքի կարա ինչ-որ տեղեր ասա, այս ինչ ղեկավարություն, այս ինչ բաստողումներ արա, բայց հասարակ այս հարցեր է ծագում, որ նրանք ընդհանրապես կապ չունեն այդ խնդիրների հետ։ Ընդհանրապես այսօրվա իրավիճակում դրանից հետո էլի բազմաթիվ հնարավորություններ ունենք, էլի վերականգնելու, էլի ինչ-որ այդ ուղղություններին աշխատանքներ իրականացնելու, դա հենց անձամբ այս ներկայիշխանության պատասխանատվության օրոք է, չէ՞։ Էլի չեն անում։ Բայց այստեղ մեղքը ինչի մասին եք դուք բրդում ուրիշներին։ Ձեր բաստողումներով կործանել է Հայաստանի զավակը, Սուրբ Արցախ, չէ՞։ Այդ որոշումները, եթե դուք հետո եք արձանագրում կամ այդ բաստողումների մասին հետո եք դուք դրա մասին խոսում, բայց դուք դա իմանալով եք արել, գիտակցաբար եք գնացել այդ քայլերին, թե ինչ որ ներքին կարգով պայմանավորվածություն ունեցել եք թշնամու հետ, որ այս ձևի խոսքի գործարկից մեղքը վերջում դնեն կամ այս մեկի մույսի վրա բացի իրենց չի ստացվելու։ Նորից եմ ասում, սրանք այն ձևի պետական մակարդակով դավաճանություն են իրականացնել, պետական մակարդակով սրանց բոլոր ուղղությունները, որ նայում ես, հանցագործության բաներ է տալիս, որ ասում է առիթ է տալիս, որ այդ բանը, բայց կբացվի, բացահայտումներ կլինի, դե հասկանալի է այս ներկայիշխանության օրոք դա չի լինի, բայց ընթացքում ես գիտեմ թե պատմությունը, որովհետև պատասխան պիտի ունենա, պատմության էջերը պիտի լրացվի։
Այդ պատմության էջերը լրացումով չես կարա կեղծ լրացումներով անես։ Մեր պատմությունը կեղծ լրացումներ չունի։ Ու սրանց այսօրվա իրավիճակում Արցախի հարցը փակելով, փորձելով Արցախի խոսքի ժողովրդին ստեղ ցեղասպանությունից փրկված մի կերպ անտեսելով, դա է առաջվա ղեկավարների չեմ եղավոր։ Դու էլ ունես հնարավորություն գոնե ժողովրդին տեր կաղնես։ Դու ունես հնարավորություն այդ ժողովրդի հույսը հավատը չկտրես հետ վերադարձի հետ։ Դու ինքդ գիտես, որ Արցախը դա հայկական է։ Դու քո բերանով ես ասել։ Ոչ թե քո ասածով ենք մենք գիտենք, որ Արցախը հայկական է, որտեղ մեր պատմության, այսօրվա պատմության բանում հազարամյա տարիներ ունեցող տարածաշրջաններից մեկն է, դա Արցախն է, որ այդքան ժամանակ միշտեղ ապրել է հայ։ Դու ինքդ դրա մասին գիտեիք, դու ինքներդ դրա մասին ահագին ժամանակ խոսքի տեղյակ եք, ինչա ինչոց է։ Դու իշխանության եկել ես հենց այդ թեզով։ Դու վերընտրվել ես 21 թվին հենց այդ թեզով։ Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա, սեղ ի՞նչ կապ ունեն ուրիշները։ Հենց առաջի համար մեկ առաջի մեղավորը ներկա իշխանությունն է, ու հենց համար առաջի պատասխանատուն էլ ներկա իշխանությունն է։ Մենք որպես արցախցիներ այս իրավիճակում որ հայտնվել ենք, դա մենք ուրիշների բանը չենք տեսնում, դա ներկա իշխանության բաստողումներն ենք տեսնում, ներկա իշխանության ոչ հայանպաստ մոտեցումներն ենք տեսնում։ Դրա համար ստեղ փրկության կամ ինչ որ բաներ, որ մենք ունեցել ենք հնարավորություն, այո, ունեցել ենք։ Ես Արցախում գտնվելու ժամանակ, եթե ես որպես հասարակ քաղաքացի, եթե Հայաստանի իշխանության կամ կառավարության կամ ղեկավարների կողմից լսեի ոգևորող բառեր, խոսքեր, որ արցախցիներ մենք ձեր հետ ենք, մենք Արցախը անտեր չենք թողելու, մենք Արցախը դա Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, խոսքի, չէ, հայրենական պատերազմի մեջ ենք։ Եթե դուք այդ բառերը չօգտագործեք, եթե դուք այդ կոչերը չօգտագործեք, ներսում գտնվող մարդիկ ինչից պիտի սնվեն կամ ինչից պիտի ոգևորվեն։ Առաջնորդներ հասկացողությունը դա միշտ էլ տենց է ձևակերպել։ Առաջնորդը միշտ եղել է առաջնագծում ժողովրդի հետ, միշտ կոչ է արել այդ ժողովրդին, որ իր այս իրավիճակում գտնվելուց ամենակ մենք պիտի այս հարցը լուծենք, ում ժողովուրդն էլ տեսնելով առաջնորդին, իրանք էլ համախմբվել են այդ առաջնորդի կողքը, ու հաղթանակներն էլ տես միշտ եղել է։ Բայց այսօրվա իրավիճակում դուք կոչեր եք անում, բայց կողքից ժողովրդին ասում եք, դե գնացեք կռվեք, դե գնացեք մի ձևի ձեր գլխին տեր կաղնեք, դե գնացեք դուք բանակցեք, դե գնացեք, բա որ դու այդ բառերը օգտագործում ես, ինչի համար է քիթներդ կողում այն տեղերը, որտեղ դուք ճակատագրական հարցեր եք որոշում, մեկ էլ հետո ճանաչելով Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջություն։ Դու դանակը դնում ես Թուրքի ձեռքին, հետո գնում թե գնացեք ժողովուրդ, դուք իր հետ պայմանավորվեցիք կամ էլ ինչ-որ բանի հասեք։ Դուք տեսնում եք, չէ՞, ինչ այդքան ատելության, այդքան մարտիրասեփական, որ ասում է ժողովրդի նկատմամբ այդ ձևի, այդ ինչ ղեկավարի մասին է խոսքը գնում։ Բայց պատմությունը նորից եմ ասում, մենք այս ամեն ծանր sense ժամանակահատվածում հայտնվելով այս իրավիճակի նմանատիպ իրավիճակներում վերածնվել ենք միշտ։ Մեր հզորությունը մեր ազգի դրա մեջ է։ Մենք ոչ թե գալիս հասնում ենք ինչ որ մեկի հույսը հավատը կապելով մեկի նկատմամբ, մենք որ այդ ժամանակը հասունանում է, որ մենք արդեն գնում ենք իրական կործանման, ազգը ինքը իր այդ բանը ունի, ինքը վերածնվում է։ Ու առաջնորդներ էլ կաց բան կանեն ու հերոսներ էլ նույն ձևի ու կտեսնեք ընթացքում նորից էլի ուժեղ Հայաստան, ուժեղ հայի կերպար ու հետ վերադարձ Արցախ ու հայկական Արցախ։ Ես այսօրվա իմ բոլոր աշխատանքներս, իմ բոլոր կյանքի օրերը, տարիները ես նվիրում եմ արդեն այդ ուղղության վրա։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի սկանդալային հայտարարության հանդես եկավ, մեղադրելով նախկին նախագահներին դարձյալ այն բանի մեջ, որ Հայաստանի բանակի զինվորները ծառայում էին Արցախում, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում չէր գտնվում։ Ինչ վտանգներ է այս հայտարարությունը իր մեջ պարունակում եւ արդյոք սրանով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հիմքեր չի տալիս Հայաստանին ագրեսոր ճանաչելու եւ օրինակ խոշոր ռազմատուգանք պահանջելու համար։ Նորից եմ ասում, սրա ամեն մի մոտեցումը, ամեն մի հարցի շուրջ ինչ որ սրա հետև մի հատ բան կա, ծրագրի իրականացում, որովհետև ինքը իր էությունով այսօր որպես ղեկավար ոչ հարգանք պատիվ ունի իր երկրում, ոչ հարգանք պատիվ ունի այն
միջազգային հարթակներում, որտեղ գնում էի հանդիպումներ կամ քննարկելու ինչ-որ հարցի շուրջ։ Պարտվող մարդ կերպարը ինքը չի կարա բան լինի նախաձեռնող կամ ինչ-որ բան ներկայացնող մարդ չեն ընդունի, որովհետև ինքը պարտված մարդ է, ինքը իր ժողովրդի իր պետությանը չի կարող տեր կաղնի, ուրիշ տեղերում ինչ պիտի առաջարկի, որ այդ մարդուն լսեն կամ այդ մարդու ասածը ընդունվի։ Այդ իր ասած այդ նմանատիպ բաները, որ Հայաստանի ներգրաված է եղել Արցախի, ես նորից եմ ասում, Արցախը Ադրբեջանում կազմում կամ էլ կազմի մեջ այդ ժամանակահատվածից բացի, որ միշտ է շեշտվել է, որ կազմի մեջ է, ոչ թե տարածքային ամբողջականություն, այդ սովետական միության ժամանակահատվածում, բայց բոլոր ժամանակա պատմական իր ժամանակներում դա Ադրբեջան вообще հասկացողություն չի եղել Արցախի հետ կապված, ինչ որ մի հատ որ ասում է բանի մեջ։ Այսօր այն թեզերը, այն ներկայացման ձևաչափերը, ինչ ներկայացնում է ներկայ իշխանությունը մեր Արցախի հետ կապված, սրանք համատեղ դա նույն թեզերն է, ինչ լսում եք Ադրբեջանի կողմից, նույն բաները, պրոստը ուրիշ ձևակերպումով ներքին լսարանի համար, ես այդ ներքին լսարանի համար խոսքի հետ ես կանդրադառնամ առանձին բանով էլի, հա։ Ու այդ բառերը, այդ մտքերը, որ օգտագործում են, իրենք փորձում են արդարացնել բոլոր իրենց այդ դավաճանական բաները։ Ուրիշ տեղ ոչ մի բան չկա։ Այն ուղղությունը, այն մտքերը, ինչ իրանք ձևակերպած ներկայացում են Արցախի հետ կապված կամ Արցախի ժողովրդի իրավունքի հետ կապված, սրանք հակառակ process-ն են անում արդարացնելու իրենց դավաճանությունը։ Իրենք դա գիտակցում են, իրենք Միքել Ալիևը սարսափում են Արցախից, ես այդ բառը ամեն օր ասում եմ, որովհետև իրենց Արցախի process-ի ընթացքում մեկի կողմից եղել է ցեղասպանության մատուցում, մեկի կողմից եղել է ցեղասպանության իրականացում։ Սա հետագայում, որ այս հարցերը խոսքի ինչ որոշումների հիման վրա է, ինչ պայմաններում է եղել այս նմանատիպ գնալու այդ քայլերին, մենք ավելի ենք շատ սարսափելու։ Բաներ կա, որ խոսքի մենք իրականում տեղյակ չենք, բայց այդ process-ները ինչ իրականացվել է Սուրբ Արցախում, դա բոլորը պատասխանատու են, թե ներկայ իշխանությունը, թե Ադրբեջանի ղեկավարները։ Ադրբեջանի ղեկավարությունը սարսափում է ինչի հետ կապված, որ այս հարցը ուժային լուծում չպիտի ունենար ու դրանք լուծում էլ չունի, որովհետև այդ իրանք այդ ձևակերպով են այդ հարցի մոտեցել, ընթացքում այդ հարցի լուծումը, որ ասում ենք փակ չի, այդ ինձ չի ասում, որ այդ հարցը բարերով չի ասում փակ չի։ Մոտեցման հարցի լուծման ձևաչափը եղել է բռնի ուժ գործադրելով, ցեղասպանության, որ ասում է եզրին ժողովրդին բաննելով ու ահագին վնաս հասցնելով, թե բանա մարդկային կորուստների, թե ընդհանրապես ամեն ուղղության վրա։ Ներկայ իշխանությանը այդ ժամանակահատվածում համագործակցելով թշնամու հետ ինքն էլ է դարել այդ հանցանքի, այդ գործողության մասնակից, չէ։ Ստեղ ամեն մեկ իր փայ պատասխանատվությունը ունեն։ Հիմա այդ մարդը իր երեխան ուղարկում է բանակ ծառայելու Արցախում, ու դրանից հետո ասում եմ խոսքի, բա դու քո ժամանակ ես ուղարկել, հենց քո երեխուն ես ուղարկել Արցախ ծառայելու։ Այս հարցի պատասխանը դու ո՞նց ես փոխում կամ ձևակերպում ուրիշ ձևով մեղադրելով ուրիշներին, չէ։ Հետո 30 տարի տարուց ավել Արցախը միշտ եղել է խոսքի, ապրել է անկախ, հա, չճանաչված բան է եղել, բայց միջազգային հանրության խոսքի Մինսկի խմբի գերպետություններ ներգրաված այդ հարցի որոշման մեջ, որ այդ հարցը պիտի խաղաղ լուծվի առանց ուժի կիրառման, ուրեմն այդքանի մեջից այդքան ղեկավարների, այդքան տարիների ընթացքում բոլորը միամիտ են եղել կամ բոլորը չեն հասկացել ինչ են անում, դուք այսօր եկել եք մին 7 տարվա մեջ պատմական նշանակություն ունեցող խոսքի մեր հայ ժողովրդի այդ տարածաշրջանում այն ձևի թեզեր եք տանում, որ դա մենակ ձեռա տալիս Թուրքիային կամ Ադրբեջանին։ Դա շատ սաղ մանիպուլյացիայի ձևաչափով մոտեցումներ է։ Այդ մարդու իշխանություն գալուց, շարունակական մնալուց ու շարունակելով իր մնալը իշխանության որպես ղեկավար, եթե դուք լսում եք ամեն տարվա, ամեն ամսվա, այս վերջ երկսել ամեն ժամվա իր հակասող, ինքը իրեն հակասող մոտեցումները, դե ամենքի համար սա հարցը պարզ է դառնում, ում հետ գործ ունեք կամ ինչի հետ գործ ունեք։ Դրա համար ես այն վերջի ժամանակ, որ ազգային ժողովում այդ ելույթի ժամանակ ասել եմ, ժողովուրդ
ինչի մասին եք խոսում։ Առավոտը ցիրիկուն քննադատում եք կամ առավոտը ցիրիկուն ինչ որ բացահայտումներ եք։ Պետական մակարդակով եղել է դավաճանություն, պետական մակարդակով եղել է հանցագործություն։ Ցեղասպանությունը մատուցել են այս մի կողմից, ցեղասպանությունը իրականացնել են մյուս կողմից։ Ինչի մասին եք մենք այսօր խոսում։ Էլ ինչ պիտի լինի մեր ազգի հետ, մեր ժողովրդի հետ, որ մենք հասկանանք կամ գանք այն որոշման, որ իրոք դա որ ասма տենց է եղել։ Բայց դե հաջողվում է իրանց մոտ հələ այսօրվա իրավիճակում օգտվել այդ առիթից, որովհետև պարակտման process-ը հանրության մեջ իրանք դա ավելի շատ են սկսել գեներացնելը։ Ավելի շատ են սկսել գեներացնելը, հասկանալի է, որ ընտրություններ է գալիս մոտակա ժամանակները, այդ ընտրությունների իրանց այդ մեխանիզմը, միայնակ աշխատող մեխանիզմը այդ պարակտումն է, որ պարակտեն, որ իրենք կարողանան խոսքի այդ աթոռի իշխանության կռիվ ագոնում։ Ոչ մի բանի, ոչ հայրենիք, ոչ ժողովուրդ, ոչ մի բանի, եթե մարդիկ զոհաբերած կամ հերոսներին բանն են պատիվն են ոտնահարում, եթե առաջնորդներին են քննադատում, եթե գերիության մեջ գտնվող իր քաղաքացիներին տեր չեն կաղնում կամ էլ ինչ որ գործողություն չեն բանանում, անհետ կորած ծնողներին են ձերբակալում, հերոսի ծնողի են ձերբակալում, ով չկա, սաղին ձերբակալում են, էլի ինչի մասին եք մենք խոսում։ Պետությունը մեջից փթում է։ Պետությունը փթում է, գիտեք ինչից, որ արմատներին է սկսում արդեն բանանելը, կպնելը։ Միշտ արմատներից է չէ սնվում պետությունը, то есть ամեն ինչ արմատից է սնվում։ Եթե դու արմատներին ես սկսում կպնելը կամ ինչ որ բանանելը, մեջից սկսում է փթելը արդեն։ Ես վատ բառ եմ ասում, բայց հիմի արդեն եկել է այն ժամանակ, որ պիտի ասենք արդեն, չպիտի մենք որ ասում, որ աղետը մեր դուրը ծեծել է, աղետը արդեն դուրը մտնում է արդեն մեր դուրն է մտնում։ Մենք արցախցիները ցավոք օրինակ եք միշտ։ Մենք էլ ենք sense մտածել մի ժամանակ, որ դե չի կարա այս աստիճանի լինի, չի թույլ չեն տա, որ գան այս որ ասում, այս ձևի վերաբերվեն այդ տեղ հազարամյա տարիներ ապրած որ ասում է ժողովրդին էլի, հա։ Կարող է ինչ որ դժվարություններ լինի, կարող է ինչ որ ծանր բաներ լինի, բայց պատկերացնես, որ մի օրվա մեջ դու կդառնաս անտուն, անհայրենիք, բացի դրանից էլ գործնես հարազատներ, գործնես ահագին ընկերներ, ոչ մեկը չէր պատկերացրել, որ տենց կարող է։ Նույնն էր ստեղա, նույն պատմությունը ոնց որ Արցախում է եղել, նույն պատմությունը ստեղա կրկնվելու, եթե մենք թույլ տանք, եթե մենք չխոչընդոտենք, եթե մենք չխանգարենք էստա։ Ես ցավոք բան եմ ասում, բայց դա թշնամու ծրագիրն է։ Թշնամու ծրագիրը Արցախով չի ավարտում։ Թշնամու ծրագիրը երկար ժամանակներ է դա, որ միշտ մեկ պատմության մեջ միշտ ունեցել ենք ցեղասպանությունից հետո էլ ահագին ժամանակ էլի տարբեր տեղեր, տարբեր հատվածներում բախումներ կամ այդ նույն թշնամու հետ, թշնամուն ունի իրեն ծրագիրը։ Թշնամուն այս խաղաղությունը, որ սրանք դրոշակ սարքած վազվզում են, դա թշնամու ծրագիրի չի, սա սրանց բանն է, ծրագիրն է իրենց աթոռը պահելու համար, բայց թշնամու ծրագիրը չի ավարտվել Արցախով։ Թշնամի շարունակական արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում, թշնամի շարունակական Զանգեզուրի միջանցքի մասին է խոսում, սրանք ճանապարհ են ասում, նա միջանցք է ասում։ Նորից էլի սրանք ինչ որ ձև խոսում են, փորձում են խոսեն որպես բան ճանապարհի մասին, բայց նա նորից էլի բանում է շեշտադրում է, որ դա միջանցք է։ Հիմա օրել արդարանալու համար են Ալիևը վերջի խոսակցությունը այդ Սևան լճի հետ կապված կամ էլ մնացած հետ, որ մենք ավտոներով ենք գալու, ոչ թե տանկերով, Ալեն Սիմոնյանը փորձում է հանրության մեջ sense բանանի, որ դա Ալիևը ասում է ներքին լսարանի համար։ Շատ մարդիկ չհասկացան այդ բառի իմաստը, բայց ես եկա մի հատ եզրակացության, որ սրանք նույն բանն էին անում մեր ժողովրդի նկատմամբ, ներքին լսարանի համար ասում էին Արցախը Հայաստանն է ու վերջ, բայց իրենք համագործակցում էին թշնամու հետ ուրիշ ծրագրեր իրականացման, ես այդ ձևի եմ արդեն հասկանում, կամ էլ այդ ձևի եմ որ ասում իրանց պահվածքով, ներքին լսարանի համար ասում դեօկուպացիա բանը Շուշի դեօկուպացիա Հադրութի խափում ես ուրեմն ներքին լսարանն է, էլի խափում ես դու
Խոսքի տենց է դառնում, եթե դու Ալիևի ասած խոսքը ասում ես ներքին լսարանի համար, ում Ալիևը խափում է իր ժողովրդին, ինչ Սևան, ինչ Զանգեզուրի միջանց կամ ինչ ավտոներով գալ բանը, չէ, դառնում է ինքը հակասում, որ Ալիևը ներքին լսարանի համար ասում, ու դառնում որ խափում է Ալիևը։ Դե այդ ներքին լսարաններ դուք այդքան խափել եք, դուք ձեր ժամանակը այդ հատվածում ղեկավարման, որ մենք միշտ աղետը պատահում էր, այդ օրն էինք հասկանում, որտեղ միշտ խափում էիք մեզ, ուրիշ հույսը հավատ էիք տալիս, դուք ասում էիք մենք առանց Արցախի ժողովրդի Արցախի հարցի որոշումը իրավունք չունենք իրականացնել, Արցախի ժողովուրդն է իր իրավունքները, ինքը մանդատ չունենք Արցախի հարցի որոշման համար, բայց դուք այդ որոշումները կայացրիք, չէ, այդ որոշումները հո դուք ձերի չեք կայացրել, այդ ինչ դարավ գնացիք, որ ասում է բանի ձեզ ստիպեցին, ձեզ բերեցին, որ ասում է, այն իրավիճակին հասցրին, որ դու պարտված ղեկավար գնացիր կզած, որ ասում է հիմիկվա իրավիճակում ամեն մի հարցին դու մի հատ բացական բաներ չես խոսում։ Ձեզ ինքներիդ վերավորում է։ Ալիև ղեկավարը խոսքի իր շրջապատում անձամ ձեզ ամեն մեկին վիրավորում է։ Մեր տեսած կա արձագանքի բանի նկատմամբ, ղեկավարի Ալիևի նկատմամբ կամ էլ ինչ որ Ադրբեջանի բանի։ Չկա տես բան։ Բայց այդտեղ թող մի հատ մարդ դուրս գա, մի հատ բողոք իր իրավունքի համար կամ էլ մարդիկ այստեղ հայ լինելու, հայ ապրելու համար, իրենց արժանապատվության համար դուրս գա մի հատ պայքարի կամ էլ մի հատ գործողության, համ մատ թափ կտան, համ կբենք ձերբակալեն, համ կճնշեն կակբա։ Էտա ձեր ուժարա։ Այդ դրանով եք դուք ղեկավար ձեզ զգում։ Ամոթա, սաղ աշխարհը մեզանայում։ Բայց այդ իրանց կերպարով մեր ազգես վերջի ժամանակները ահագին խայտառակ խոսքի բաներում մենք իրավիճակում մենք խայտառակվեցինք, բայց իրենց մեղքով։ Դա է հոլ չի նախկիները ղեկավար։ Ձեր ղեկավարման ընթացքում ես ավելի ինձ նվաստացած եմ զգում, ավելի ինձ բան եմ զգում, որ ասում է, քան այն մնացած ժամանակները։ Մնացած ժամանակներում Արցախ կար։ Ով ինչ ուզում է ասի, Արցախ կար։ Արցախով մենք թուրքի բերանը կարող ենք ամենտեղ փակենք։ Արցախով մենք ամենտեղ կարող ենք հպարտանայինք, որ մենք հաղթել ենք այս պատերազմում, Արցախով մենք ամենտեղ աշխարհում մեկ հայազգը Արցախով էր միշտ հպարտանում։ Դու իմ այդ Արցախը վաճառել եք, այդ Արցախին դավաճանել եք, այսօրվա իրավիճակում եկած ինչ որ խաղաղության մասին ես խոսում։ Դու ինձանից հարցրել ես, այդ խաղաղությունը ես ընդունում եմ որպես արցախցի։ Դու իմ տունն ու տեղս տարել ես իմ ձեռից։ Դու ինչ իրավունքով ես այսօրվա իրավիճակում հայտարարում խաղաղության։ Քո կյանքը բարելավելու համար ես հայտարարում խաղաղություն։ Եկել է պահը, որ դու պիտի գնաս կռվես, որ մեզ ասում ես կռվեիք, մնայիք։ Հիմա եկել է պահը, որ դու պիտի կռվեիր, դու ասում ես խաղաղության մասին միանգամից։ Բայց ժամանակ պարտադրեիր խաղաղություն, եթե կարողանում էիք, բայց ժամանակ դուք այդ բանով այդ ղեկավար առաջնորդի դերակատարությունը բա կարողանում էիք, չէիք կարող։ Ամեն մարդու ղեկավարը, ամեն մարդու բան չի ղեկավարել երկիրը։ Ամեն մարդու բան չի լինել առաջնորդ կամ ինչ որ հերոսական բանում։ Արձանագրած չունեք դուք։ Բարերով խոսելով չէ, այսօր իշխանությունը ձեր ձեռն է, այսօր ձեր այդ հնարավորությունները ունեք իրավապահ մարմինների կողմից, որ ասում է, բայց մշտական չեք լինելու ղեկավարներ, վաղվա օրել կա։ Պարոն Իսրայելյան, խոսենք նաև արցախցիների վերադարձի հնարավորության մասին, գիտեք Նիկոլ Փաշինյանն այս հարցը փակված է համարում, նշում է նաև, որ դա սպառնալիք է նաև Հայաստանի Հանրապետության համար եւ այսպես շարունակ։ Անձամբ ինչ մոտեցում ունեք այս հարցի վերաբերյալ եւ ինչ պայմանների առկայության դեպքում եք պատրաստ վերադառնալ Արցախ։ Նայեք, Արցախը այսօրվա իրավիճակում այն ինչ հայտարարում է նորից անդրադառնալով ներկայ իշխանության ղեկավարների կողմից դա է իրենց անձնական մոտեցումն է, ոչ ժողովրդի խոսքի որոշումը կամ ոչ ժողովրդի կողմից այդ տեսլակետը։ Արցախի հետ վերադարձը ես իրականություն եմ տեսնում, որովհետև Արցախը ես լինելով միշտ հայկական մեկ բառացիորեն չեք դա ասում։ Արցախը իրականում միշտ եղել է հայկական։ Հայկական լինելով Արցախը իրեն ունի բոլոր հիմքերը, բոլոր իրավական, թե միջազգային հարթակներում, թե միջազգային խոսքի այդ մարդու իրավունքների հետ կապված կամ էլ ինքնորոշման հետ կապված, բոլոր բաներում կա այդ իրավունքը։ Մեզ այդ իրավունքից զրկել են։ Մեզ այդ իրավունքից ուժի կիրառմամբ են զրկել։ Մեկ այդ իրավունքը, որ ձերք ենք բերել այդքան ժամանակահատվածում, մեր ձերք բերածն է դա, որ ոչ մեկը չի տվել այդ իրավունքը մեզ։
Դա մեր անցյալների խոսքի բոլոր ժամանակահատվածում թե կռվով ա եղել, թե իրավական, թե ամեն հիմքերով, թե վերցնես խոսքի պատմական, ամենամեծ կարևորությունը դա պատմական նշանակություն ունեցող բաներն է, չէ, հիմքերն է։ Պատմական մշակույթը, որ մեր դեղ ուսումնասիրում են, դեղ բացի հայկական հիմքերից ուրիշ բան չկա։ Արցախը դա սուրբ հող է։ Ու հիմի այնքան մենք այդ որ ասում եմ դիվանագիտության խոտ ոլորտում է, թե ինչ որ բաների միջազգային այդ հարթակները, մենք բոլոր այդ իրավունքների մեջ հաղթող ենք։ Մեզ պետք է դա գեներացվի, մեզ պետք է դա խոսքի ավելի մեծ բանի մեջ կարևորացնել, խոսքի ավելի մեծ լուրջ հարթակներում դա կարևորացնել։ Ու նմանատիպ հարցի լուծումները միշտ ունենում է պետական մակարդակով բանով ձևաչափով խոսքի քննարկումներ կամ բարձրաձայնելով այդ հարցերը։ Մեզ հիմիկվա հույսն հավատը ես կապում եմ նրա հետ, որ վաղ թե ուշ ներկա իշխանությունը կգնա ոչմ ինչ որ միտեղ, հա, դրանից հետո այն նոր եկած ղեկավարները կամ այդ իշխանությունը մեծ հույսեր եմ կապում ու ես վստահ եմ տենց էլ կլինի երևի, որովհետև արդարացնելով իրենց նոր գալը, իրենք պիտի այս բաստողումները մինչեւի լարացնեն կամ բաստողումները մինչեւի բան անեն։ Ու դա այդ բաստողումը, առաջի բաստողումը դա Արցախի հիմնախնդիրն է։ Այդ ժողովրդի հետ վերադարձն անդե։ Կարգավիճակում մենք գնանք Ադրբեջանի հետ ապրելու, դեղ ինչ որ մեզ ինչ որ կարգավիճակ էլ տալ, դա սուտ է։ Դա ոնց ասեմ ձեզ, դու գնաս նորից էլի ստորոքի կարգավիճակում կամ վաղը մույսորն էլի մի հատ դանակի տակով էլ անցնելու ես, որովհետև մենք գիտենք ինչ թշնամու հետ գործ ունենք։ Բայց նոր ասեցի, Ադրբեջանը այն տարածքում է տեսնում խաղաղություն, որտեղ հայ չկա։ Դրա համար մենք էլ այն տարածքում պիտի լինենք կամ այն տարածքում մենք կարանք մենակ գոյատևենք կամ ամրապնդենք, որտեղ ադրբեջանցի չկա կամ թուրք չկա։ Սա պատմական բան է։ Մենք մեր պատմական թշնամին է, ինչից եք թաքցնում փորձելով ձևեր տալով, ինչ որ բարեր փոխելով բաներ, պատմական թշնամի։ Եթե 15 թվականից հետո այդ ազգը, այդ ժողովուրդը կամ էլ այդ ղեկավարները իրենք գնում են էլի կրկնելու նույն բանը ու կրկնել են, մենք խի պիտի թաքցնենք, որ մենք պատմական թշնամին են։ Հացավոք սրտի մեկ այն ձևի տարածաշրջանում եք ապրում, որ մեր շրջապատը, մեր հարևանները իրենք են խոսքի։ Բայց դա չի նշանակում, որ մենք դրան պիտի պարտության խոսքի բան անենք կամ համաձայնվենք, որ մենք խոսքի թույլ ենք կամ էլ պարտված ենք։ Այնա տեսեք աշխարհում տարբեր տեղեր ինչ կռևներ ա գնում։ Բոլորն էլ այդ դրա հետ, որ ասում է, այդ կռվի պայմաններում հո չեն գնում միանգամից թույլ լինելով կամ պարտվելով համաձայնում, որ այո, իրոք իրականությունը սա է, չէ։ Կա պատմական հիմքեր, կա իրավական հիմքեր, որը հիման վրա էլ դու քո էությունը որպես ազգ, որպես մարդ, դեռ մարդկային իրավունքների մասին խոսք, կա ազգային իրավունքների խոսքի, դա որ ասում է ընդհանուր մի բան չէ, էլի, հա։ Մենք ամեն ինչի մեջ մենք հաղթող ենք, որովհետև մեր պատմությունը ուսումնասիրելով կամ մեր պատմական ժամանակահատվածը կամ էլ թշնամու պատմական ժամանակահատվածը սարերի տարբերություն է։ Այսօր ասում ամեն ինչ, ամեն բառ օգտագործելով նրանք արդեն կարող է խոսքի մեր ազգության էությունն էլ ասեն, դուք մեզանից եք խոսքի բան արել, ծնվել, sense մի բան։ Այսօր աբսուրդներ եք լսում, չէ՞։ Ու այդ նույն բառերի մոտավորապես ձևաչափը ներկա իշխանությունը արդարացնում է թշնամու բաները, մտքերն ու բառերը։ Հիմի հետ վերադարձ Արցախ ես տեսնում եմ որպես իրականություն, հետ վերադարձ Արցախ ես տեսնում եմ ոչ ներկա իշխանության օրոք, հետ վերադարձ Արցախ ես այս մոտակա ժամանակների փոփոխություններ եթե իրականանա, հենց տեղից էլ այդ հարցի լուծումները ես տեսնում եմ, որ ինքը սկսելով է զարգանալը։ Թուրքից մի վախեք։ Թուրքը ինձեւի մարդ է, ինձեւի էություն է, ես չգիտեմ, այս բառերը եմի որ ես օգտագործում եմ, կարող ասեն, ասում եմ, բայց իմ մեջ տենց է տպավորված։ Ես տեսել եմ մեր հզոր առաջնորդների արած գործերը։ Ես տեսել եմ մեր հերոսների
առած գործերը։ Պատմությունից բացի ես ականատես եղել, տեսել եմ այդ հերոսներին, բան եմ տեսել, կենթանին եմ տեսել այդ հերոսներին, ու ես տեսել եմ թուրքը ոնց է դրանց դեմ փախնում, այդ մեծ բանակ քանակություն ունեցող։ Քանակի մասին չի խոսք, այստեղ որակի մասին է։ Ունենանք որակով ղեկավար, որակավոր արդյունքներ էլ կունենանք։ Ունենանք իսկական հայ նվիրված հայրենասեր ղեկավար, մենք այդ հայրենիքներ կտեսնանք ծաղկած, ուժեղ ու որ ասում ավելի հզոր։ Ու մենք դրանով ենք, մեզ աշխարհը միշտ դրանով էր ճանաչում, մի մոռացեք։ Մենք մեր հզորությունով են մեզ ճանաչել, հոտենց չեն ճանաչել։ Հզոր տարբեր ոլորտներում, մասնագիտական ոլորտներից վերցրում մեր հզորությունով են չէ ճանաչել։ Մարտի դաշտից սկսած, որ ասում բոլոր ուղղություններով, բոլոր մասնագիտական ուղղություններով մեզ որպես ազգ հզոր միշտ այդ բանով են ճանաչել։ Ու մեծ մարդիկ կարողացել են, չէ՞, մեր թասիբնա, նամուսնա, պատիվնա միշտ բարձր պահեն մի մարտեությունով ազգային բանը հասկացողության իմաստը միշտ գեր բանով է եղել, բայց այս նյութապաշտները եկած էս բանի փողի, լավ փորով, որտեղ հաց դեկա ած, որտեղ բանով է, դա ազգի մասին չի, դա ռևտրականի մասին է, ընդհանրապես իրենք կապ չունեն ազգի հասկացողության հետ, ազգայության հետ։ Եթե մի ազգի մեջ կա պառակտում, արցախցի, գյումրեցի, գորիսեցի, դա ազգ չի, դա ազգ չի կարա կոչվի։ Ազգի մեջ պառակտում չպիտի լինի։ Ազգ հասկացողությունը մենք առանձնապես մեր հայ ազգի մասին եթե խոսքը գնում է, մենք հզոր ենք միշտ որ միասին ենք եղել, մենք հաղթող ենք եղել, որ միշտ միասին ենք եղել։ Բայց եթե բաժանվում են անուններով, դա արդեն ազգ չի։ Բայց ասում եմ, չէ, իրանք Էնձիվի բաների են կպնում, արմատին են կպնում։ Իրենց այդ հողում ծնվել են, այդ հողում սնվել են, այդ հողում ապրել են, ու իրաց ձեռով էլ այդ արմատներն էլ իրանք արմատախիլ են փորձում անեն։ Դրանք շատ վտանգավոր մարդիկ են, բայց իրանց արած գործերի, իրանց փրկության մասին է խոսքը գնում։ Այսօրվա իրավիճակում իրեն գիտեն իրենց արած հանցագործությունները, իրենց մեղքերը իրեն գիտեն, դրա համար այսօր ամեն ինչ անում են, իրենց փրկության մասին են մենակ իրանք դա անում։ Ուրիշ ոչ մի բանի մասին։ Իրենք են գնացել են դարել փողի զոհ։ Ես ասում եմ, փողը այսօրվա իրավիճակում ամենավտանգավոր բանը հանրության մեջ դարել է փող։ Ես գիտեք ինչքան ընկերություն եմ կորցրել այդ փողի պատճառով։ Ինչքան ընկերություն եմ, ինչքան գործի մեջ մարդկանց հետ աշխատելով process-ի իրականություն չի դարձել, որովհետև խնդիրը այ փողն է ելել, որ մարդկանց փողի բանով կարողացել են շեղել։ Այսօր մեծ խնդիր է, սկսած սոցիալական, սկսած կենցաղային, սկսած պատմական, սկսած բոլոր ոլորտներում այդ ասում փողը բոլորին հաղթել է։ Ամոթ է, ես բան ասեմ։ Ամոթ է գիտեք ինչ համար, որպես մարդ էություն մեջ պիտի սնված ես, չէ՞։ Խոսքի Էնձիվի բաներ կա, դա կոչվում է կա հանրային դաստիարակություն, կա ծնողներից ստացած դաստիարակություն։ Ինձ համար խոսքի այդ իմ ապրած ժամանակահատվածում իմ մեջ խոսքի կա մի քանի կարևոր բան, որի առաջ ես խոնարհվում եմ, ինչի առաջ էլ խոնարհվում ես, դրան չի վաճառում, չես կարա։ Այն բաներն է, որ դրա համար դու կարաս քեզ կյանքդ զոհաբերես, դու կարաս դրա համար խոսքի, այդ ինչն է։ Ընտանիքը տա, ծնողները տա, հայրենիքը տա, խոսքի այն բաներն է, որ դու դրա համար արդեն գալիս է իրավիճակ, խոսքի երեխա հետ մի բան լի կգնաս զոհաբերես, չէ՞, երեխոտ համար, ծնողներիդ հետ կապված մի բանի գնում ես զոհաբերում, չէ՞, հայրենիքիդ հետ կապված, որովհետև հայրենիքը կործանում ես, մի անգամից ցախ կկործանես, գնում ես զոհաբերում, չէ՞։ Դուք դա այն բաներն է, որ չի վաճառում, դա անգին բան է, դրա առաջ խոնարհում ենք, մեր հավատք խոսքի, մեր քրիստոնյա լինելը, չէ՞։ Դա մենք դրանից ենք սնվում, մենք դրանից ենք սնվել, մենք դրանից ենք, որ ասում եմ, ամեն ծանր իրավիճակում դրանից ենք վերածնվել։ Այսօր այդ բաները վերցնես սարքես ինչ որ խոսելի թեմա կամ ժողովրդի հանրության մեջ բառակտման ինչ որ բաներ, դա մեծ քննադատության ու բացի քննադատությունից դա պատժելի առիթներ է տալիս։ Չի կարելի այդպես բաներ արած։ Ամեն մարդ մի քայլ անելով միշտ մենք 1000 անգամ մտածում ենք վերև ենք ասում ենք Աստծոց ոնց բան կանի ու շատ բաներ կա որ կարող է պահերի տակ մարդ ես էլի որ ասում այդ իրավիճակից բայց քեզ Աստված խոսքի հավատք Աստծո նկատմամբ քեզ պահում է դու չես գնում այդ քայլին
Կամ էլ կարող է մեղքեր բողոսաղ անմեղ չենք, մեղքեր են գործում, չէ, բայց ընթացքում դու այդ մեղքերը նորից եթե փորձում ես կամ ամեն անգամ դու գնում ես խոսքի այդ մեղքերը բանելու համար, հա, դա նորմալ երևույթ է, այդ կյանքի բանը, բայց եթե դու մեղք ես անում, նորից շարունակում ես ու նորից գնում ես, նորից այդ կրկնապատում ես, դու մարդկային էություն սատանայի դերակատարություն ես անում արդեն, չի կարելի, առանձնապես այն ազգի մասին, որ քրիստոնեության խոսքի առաջի քրիստոնյան ենք եղել, հետո քրիստոնեության սնված է մեր ամեն մի բան է, էլի, որ ասում է հողնա, մարդկանությունն է, բոլոր որտեղ գնում ենք մեր առանձնապես Սուրբ Արցախը, որ ինչի համար են ասում Սուրբ Արցախ, այդ տարածքում ման գալուց դու ինձևի սենց ոգևորված բան ես անում, կարող շատ աղքատ ապրես, կարող շատ դաժան ճանապարհ կամ իրավիճակում ապրես, բայց այդ հողում դու ման գալով ապրելով, ինձևի սենց միշտ ես բան էի անում, սենց ոնց է ասում, պրապիտվոլս է, էլի սենց բանով ջոգում ես, որ ասում ասենց, այդ ուժը կար, ես դեղ այդ ուժը զգում էի, այդ հզորից այդ հզոր ուժը ես դեղ զգում էի, այն դրա համար դες բաներ կա, որ պիտի ուշադրություն դարձնենք, ամեն մարդու մասին է խոսում, այսօր մեր ղեկավարին է քննադատում ես մեկը մյուս, դե այդ ղեկավարն էլ էս հանրությունից է չէ դուրս եկել, այս հանրությունը, որ նորմալ առողջ հանրության բանում լինի, սենց ղեկավար չեր ընտրի, չէ, դες հանրության հետ էլ կա խնդիր, չէ, ես դրա համար եմ ասում, հանրային մեկ խնդիր ունենք ընկալման, ժողովուրդի հետ պիտի շփվենք, ժողովրդի հետ պիտի խոսվի, ամենօրյա ռեժիմով, չեմ ասում, ինչ որ ամենօրյա ռեժիմով ժողովրդի հետ պիտի շփվի, ժողովուրդը նորմալ, առողջ մարդու բանը պակասություն ունի, ինձ որ միշտ հարցնում են, ձեզ ինչ պակասություն, ասում նորմալ առողջ մարդու պակասություն, լավ մարդու պակասություն զգում, այդ ատելությունը, այդ բանը իրար նկատմամբ, անծանոթ, ծանոթ, մեկ ստես բան չենք եղել, այս աստիճանը մենք ատել իրար նկատմամբ ատելություն, սենց բան մեկ չենք ունեցել, պատմության մեջ չենք, առանձնապես ծանր ժամանակները, դա պիտի տա հակառակ բանը, որ միասնությունն է, չէ, դժվար է բոլորիս համար, դժվար է միանում ենք, այդ հարցը լուծումը ստանում ենք, բայց ընդհակառակը սաղ այդ ուղղությունների վրա ես լավ բան չեմ տեսնում, փողն այդ անտեր փողը սաղին բան արեց, այդքան էս մեր նման ազգին էլ բերեց, որ ասում այն աստիճանի, որ մենք էլ այդ սրբություններն, այդ բաներն, այդ կարևոր խոսքի ազգային սկզբունքներն, ամեն ինչի մեջ ես տեսնում եմ օրինակ այդ փողի բաները, այդ փողի հետքերը, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների միայն չնչին մասն է, պարոն Իսրայելյան, որ ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ինչով է սա պայմանավորված։ Ինչու արցախցիները չեն ցանկանում պաշտոնապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ։ Գիտեք, շատ վատ թեզ է այդ բառի իմաստը առանձնապես, որովհետև Արցախցի միշտ ապրել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արցախցին ազնագիր ունեցել է միշտ Հայաստանի քաղաքացի։ Հիմա այդ մարդուն 20 տարուց հետո կամ 30 տարուց հետո ասում են, գիտեք, բանը, այդ ազնագիրը փոխեք, ստացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ մարդը գնում է ազնագիրը փոխում, այդ կապույտ ու ազնագիրը տալիս է, նորից էլի նույն կապույտ ազնագիրը տալիս են իրեն։ Դուք պատկերացնում եք, որ Արցախցին ոչ թե չի ուզում կամ չի բանանում, այլ չի հասկանում, ինչ է կատարվում։ Մարդկա բարերով կա իմաստ, որ բացատրում ես, մարդկա ապրած կյանքով է, այսքան տարիներ ապրել է այդ մարդը այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազնագրով։ Այդքան տարիներ պետական մագարտակով պաշտոնյաներ են զբաղեցրել այդ նույն ազնագրով։ Այդքան տարիների ընթացքում մարդիկ գնացել են միջազգային հարթակներում բաներ, առաջնային խոսքի տեղ գրավել։ Ինչ ոլորտում վերցնում ես, պետական կառույցներից սկսած մինչև հասարակ մարդը, այդ ազնագիրն է, այդ բանով, այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի բանով է, մտածելակերպով ու այդ սկզբունքներով է ապրել ու իրականությունը դա է եղել։ Հիմա այսօր եկած այդ մարդու, որ ասում եք, «Խիա քիչ բանանողը կամ էս մեկը մույսը», մենք դա որպես առողջ մոտեցում չենք համարում։ Առողջ տրամաբանություն չենք համարում։ Մենք սպասում ենք, նորից եմ ասում, խոսքի մի հատ նոր ղեկավարներ կգան կամ նոր իշխանության բան կգա, դեռ ես 1000%-անոց ասեմ ձեզ, այդ ազնագրերին ոչ մեկը ձեռ չի տալու։ Այդ թեման չի լինելու, ու բացի այդ թեմայից մնացած թեմաներն էլ չեն լինելու։ Նորից եմ ասում, սա միանձնյա մարդու կողմից կայացրած որոշումը։
Դրա համար է ժողովուրդը այսօրվա խոսքի ազնագիր չստանալու կամ այս բանը, այս ներկա իշխանությունը դա պարտադրում։ Բայց իրավական խոսքի բաներով որ վերցնում ես, կամ էլ բոլոր այդ ժամանակահատվածներում այդ մարդիկ այդ ազնագրով ապրել, ծնվել, ծառայել, դուք էլ այդ պատասխանը տվեք։ Դուք այդ պատասխանը տվեք, մենք էլ այս ազնագրի հետ կապված հարցերի պատասխանը կտանք։ Հիմա Արցախը որ լիներ, Արցախի հետ ոչ մի բան չէր լինի։ Այդ ազնագրերը կմնար, չէ՞։ Հիմա եթե հարցի լուծումները ուրիշ ձևի լիներ, այդ ժողովուրդը դեղ ապրեին, էլ այդ նույն ազնագրով մարդիկ պաշտոնյաներ կզբաղեցներ, չէ՞։ Հարցը ինչի մեջ է, խնդիրը ինչի մեջ է։ Պարտության մեջ է։ Հիմի որ այդ նույն պարտությունը կրեք տարածքային ուրիշ հատվածում, էլի մարդկանց ասելու եք ազնագրերը փոխեք։ Ասում եմ, սա գալիս է ղեկավարից։ Ամեն մի ղեկավար պատասխանատու է այդ ժամանակահատվածում իրադարձությունների խոսքի ինչ ձևակերպում ապանարել։ Իրենք պատասխանատվություն չեն սիրում կրել։ Իրենք պատասխանատվություն կրելու ընդունակ չեն։ Իրենք պատասխանատվությունից վախենում են։ Դրա համար էլ խոսքի երկիրը օրեցօր գնում է նորից էլի ավելի ծանր, ավելի բան, որ ասում է առաջ։ Եվ պարոն Իսրայելյան, ամփոփելով զրույցը, ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության կառավարությունը արցախցիների զգալի մասին զրկեց ֆինանսական աջակցությունից, որն ավելի խորացրեց նրանց սոցիալապես առանց այդ ծանր վիճակը։ Դուք պայքարում եք դրա դեմ, սակայն այդ պայքարը արդյունք չտվեց։ Ուզում եմ հասկանալ, ինչ քայլեր եք մտադիր անել հետագայում այս որոշման դեմ եւ ինչ պիտի անեք, որ արցախցիների արտագաղթ չլինի, որովհետեւ հանրության շրջանում կարծիքներ կան, որ կառավարությունը այս որոշումը դիտմամբ է կայացրել, որպեսզի արցախցիներն ավելի շատ արտագաղթեն Հայաստանից։ Նայեք, մենք խոսքի սոցիալական հարցերի հետ կապված բոլոր պայքարները միշտ եղել է այն իմաստով, մենք շատ բաներ չենք էլ պահանջել, ասել եք գոնե տվեք այն հնարավորությունը, որ հենց այդ արտագաղթը չլինի, որ մենք ով ինչ ուզում է մտածի ասի, մենք հույսը հավատ ու նպատակ ունենք հետ վերադարձ Արցախ։ Մենք տվեք այդ հնարավորությունը, եթե դուք այսօր էլ ասում եք, որ խոսքի դա բանը հնարավոր չի, մենք մեր հնարավորության չափ ենք խոսքի բանանում, մենք հիմա գիտենք դա որ սա սուտ է, էլի, որովհետև տարբեր ուղղություններ կա, որ ահագին գումարներ է ծախսվում, անիմաստ փողեր է կորչում, կամ էլ բայց ընդհանուր այդ ժողովրդին, որ դա եղել է ձեր մեղքով, այս էս նոր դրա մասին եմ ասել։ Ձեր մեղքով են այդ մարդիկ այդ օրը հասել։ Ձեր մեղքով է այդ ժողովուրդը այս ծանր իրավիճակում հայտնվել։ Գոնե եթե դուք իրոք Արցախի հիմնախնդրի մեջ ուրիշներին էիք մեղադրում, այս պարագայում ես կգայի խոսքի համոզվեի, որ հայել ես մարդը այդ մեծամասն մեղավորությունը չունի, ինչ որ մարդիկ էլ, եթե դու արցախայության նկատմամբ գոնե մարդկային, որ ասում է ձեր կողմից, այն ինչ քեզանից է, ձեզանից է կախված, ու դու դա կարող էիք անեիք, ու դա չեք արել։ Ու այս իրավիճակում իրանք ոչ մի բան չեն արել։ Այդ ձեր ասած, որ իրանք էլ բանով են արել, որ արտագաղթը դիտավորվան, որ արտագաղթը այո, գիտեք ինչի համար, եթե ինքը այսօր շարունակում է Արցախի հարցը փակելու, Արցախի նկատմամբ խոսքի ամեն ինչ, ամեն արտահայտությունից սկսած բոլոր ուղղություններով ամեն ինչ փակելով, ուրեմն ինքը հենց առաջի թշնամին մեր համար ինքն է, որովհետև այս թշնամին այն թշնամուն տվել է այն հնարավորությունը, որ նա իրականացնի իր ծրագիրը։ Այսօր դու այդ ժողովրդին, եթե այս իրավիճակում չես օգնել, դու այդ ժողովրդի մասին, իրավունքների մասին սկսած իրենց հետ վարադարձի մասին իրավունք չունես խոսելու։ Ժողովուրդը քո ամեն մի բառը ընդունում է որպես անեծք։ Մեր հասարակության մեջ ժողովուրդը, եթե ինքը Արցախի մասին խոսում է կամ Արցախի ապագայի ժողովրդի մասին ինչ որ բաներ է մտածում, խոսում կամ ճիշտը սա է, կամ էս մեկը մյուսը, ավելի լավ է չխոսա։ Մենք դա ընդունում ենք որպես անեծք։ Ու այդ անեծքը, նորից եմ ասում, ժամանակի ընթացքում ես ոչ թե մարդու վատ բան եմ ասում կամ վատ բանն եմ ցանկանում, բայց դա անպատիժ չի մնալու։ Անպատիժ չմնա։ Եթե մենք նմանատիպ մոտեցումները խոսքի որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես օրենք խոսքի, չէ,
ամեն կողմից ոնց Աստծո կողմից, սրանք ամեն կողմից բաժվելու են։ Համ ժողովրդի կողմից են բաժվելու, համ օրենքի կողմից են բաժվելու, համ Աստծո կողմից են բաժվելու։ Որովհետև այս ձևի մոտեցումներ քո սեփական ժողովրդի նկատմամբ սա անընդունելի բան է։ Ուրիշ երկրի ղեկավարներն են քննադատում։ Դուք իրենք դա տեսնելով անընդունելու բանով, իրենք են դա խոսքի քննադատում կամ էլ մեկնաբանելով լավ իմաստով չեն մեկնաբանում։ Այսօրվա իրավիճակում Արցախահայության հետ կապված խոսքի սոցիալական խնդիրները շատ ծանր իրավիճակում գտնվում են չասելով, որովհետև այդ մարդիկ բոլորս էլ տեսել եք մի օրվա մեջ սենց ոտով, կարանք ասենք ոտով, որովհետև ավտո նստել կան, բայց ոտով սենց եկել հասել փրկվել մի ձևի դու այդ մարդկանց այդ իրավիճակում անտեսես ու դու այդ մարդկանց այդ իրավիճակին հասցնելով դու ինքդ քո որոշումներով ու դրանից հետո էլ այդ մարդկանց ատելության կամ քննադատության բան դուք պատկերացնում եք ինչա ինչ բանի ինչ աստիճան անմարդկային վերաբերմունքի որ աստիճանն է դա ոնց կարան քեզ ներեն ոնց կարան ձեզ ներում չի լինելու ոչ մի ժամանակ ես ոչ թե նորից եմ ասում մենակ իմ անձնական բանս է դա իմ ընդհանուր մեր հանրային ժողովրդի Արցախահայությանը չի կարելի այդպես բան արած դա սարսափելի բան այդ մարդկանց դուք իրավիճակը չեք տեսել ինչ իրավիճակում են ինչ իրավիճակից են փրկվել ոնց են փրկվել ու ինչ կորուստներ են ունեցել ես չգիտեմ ես միջով որս էլ միշտ ահագին բաներ չեմ արտահայտել, որովհետև ասել եմ կարող է ժամանակի ընթացքում մարդիկ են ասում եմ ամեն մի բաց թողում մեղքի համար, որ գիտակցաբար չի լինում, ինքը փորձում է դա մի ձևի վերակաղնի կամ մի ձևի, որ ասում է հակառակ բանը, որ գոնե մի ձևի մեղմացեն իր մեղքերը։ Բայց սրանց շարունակական որ տեսել եմ ավելի մեծ, ավելի դաժան վերաբերմունք խոսքի փրկված այդ ժողովրդից ես դրանից հետո արդեն սկսել եմ բացարձակ քննադատել, բացարձակ ասելը, այստեղ ահագին ժամանակների ընթացքում տարբեր հարթակներում թե իմ շրջապատս, թե իմ այս մեկեմուս ասում են, ոչ վախելու բահով էլի որ խոսքի, ինչից վախենամ, կամ ինչ մարդ եմ ես այսօր որ այս բաները իմ համար կարևորություն ունեցել են իմ սաղ կյանքում, իմ հայրենիքս, իմ ընտանիքս, իմ հողս, ջուրս, սա բոլորը ոտնահարել են, որ դրա առաջ ես խոնարհում էի, հավատքը, քրիստոնեայի առաքելական եկեղեցու խոսքի նկատմամբ այսօրվա, որ ամեն ինչ ոտնահարել են սրանք։ Ես ինչից վախեմ, եթե ես վախենամ, ուրեմն ես բան եմ անում, ընդունում եմ, կամ էլ ոչ թե չեմ ընդունում, ուրեմն հարմարվելու եմ դրան, չէ՞։ Ես չեմ հարմարվելու, չեմ ուզում։ Ավելի լավ է արժանապատիվ մեռնես, ոնց որ միշտ ընտրել են մեր հերոսները, քան ստրուկի կամ էլ ինչ որ մարդու էություն չունեցող կերպարով ապրես։ Ում ես պետք։ Քո ընտանիքում ոչ մեկը քեզ չի հարգի։ Ու մեր հանրության մեջ ահագին տես մարդիկ կան, որ ինչ որ ժամանակահատվածում եղել են առույցներ, բայց այսօր այդ առույցները չկան։ Ու ես իրանց ասում եմ, ուրեմն դուք առույց չեք եղել, ուրեմն դուք մի առույցի թևի տակ եք ձեզ զգացել առույց։ Եթե դուք առույց լինեիք, այսօր ձեր ցույց կտայիք ձեր էությունը։ Վախոխորած մտած ամենտեղ խոսելու, քո իրավունքի մասին խի պիտի դու վախած խոսաս։ Քո հայ լինելու, հայ ապրելու համար խի պիտի վախես պայքարես։ Դու ուրիշի դուր չես ծեծում, մտնում, դու ուրիշի դրա իրավունք չես խլում, քո իրավունքի մասին է խոսքը գնում։ Խի եք վախում, ասեմ ինչի համար, նյութապաշտ են։ Ամեկի տակ, ամեկի ուրիշ բան չկաստե։ Դու ինչ որ մեղք ունես կամ ինչ որ մեղավորություն ունես, եթե դու վախում ես։ Դու այն մարդ չես, որ կարաս դուրս գաս խոսքի մեկի նկատմամբ բան անես, կամ պայքարես, կամ երեսին ասես։ Վաղվա օրը սրա այս իշխանության հեռանալուց հետո ես ձեզ ասում եմ, սես բարերը գրեց հիշեք։ Այնքան մարդ հա դուրս գալու խոսալու, այնքան մարդ հա դուրս գալու քննադատող, այնքան մարդ հա դուրս գալու բացահայտելու ինչ որ բաներ, դու ում եք պետք լինելու այդ ժամանակ։ Դուք այն ժամանակից խոսեք, որ ձեր լռությունով ահագի մարդիկ դժվեցին էլի։ Որ ձեր չխոսալով, որ պետք է այսօր դուք խոսակ, դուք չեք խոսում, ու դրա հիման վրա սրանց առիթ եք տալիս ահագի մարդկանց պատժելու, ահագի մարդկանց նվաստացնելու,
ու այդ նվաստացնելը մեկից մեկ հաջորդականությունը գալու է ձեր հասնի, ձեր դուրն էլա ծեծելու, որովհետև անարդարության մթնոլորտում ապրելը դա ապրել չի, այդ կյանքի անուն պիտի ունենա, ամեն մարդ որ ապրում է, այդ կյանքը անուն պիտի ունենա, եթե դու ապրում ես մի ժամանակահատվածում, ոչ մի բան չես անում, ոչ մի բանի պետքացու չես, քո կյանքի անունը ինչ է։ Հիմա եկել է սա ինձ մեկու մեջ ասում են քաղաքականությունով ես զբաղվում, այ տղեր, ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Այդ ինչ հասկացողություն է քաղաքականությունը։ Հիմա եթե ես հայրենիքս կորցրել եմ, եկել եմ ստե պայքարում եմ իմ իրավունքների համար, կամ էլ ես ուզում եմ վերականգնեմ արժանապատվություն, արդարություն խոսքի։ Դուք ուզում եք անվանեք դա քաղաքականություն, դա իմ համար քաղաքականություն չէ, դա իմ համար պարտականություն է, պարտավորություն է։ Ես որպես հայ, ես ուզում եմ ինձ զգամ հենց իրական հայը։ Ես չեմ ուզում Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից մեստեղ կոչանի որպես հայ պայքարելու համար։ Դա ինձ համար ցավալի բան է։ Եթե մենք ստեղ ուժեղ պայքարեինք, ուժեղ պայքար տանեինք, այդ մարդիկ դերից շուտվանից արդեն ազատության մեջ կլինեին։ Այ դա է ցավալի։ Այնքան քաղբանտարկյալներ ունենք ստեղ նստած։ Ինչի համար։ Մի բառ ասելու համար կամ որ ասում տարբեր պիտակավորում են, այս մեկը իմուս։ Դա ինձ համար հետաքրքիր չի։ Եթե մարդ դուրս է եկել առաջնագից պատասխանատվություն է վերցնում իր վրա ու իր ամեն այդ մի հատ վտանգը հաշվի առնելով, այ դա է ինձ համար օրինակելի հայը։ Այ հայի կերպարը դա է ինձ համար։ Բայց ոչ թե այն ստվերային բանում սենց մարդկանց նկատմամբ բան խոսելը, մեծ խոսելը, այս մեկը իմույսու։ Չէ, տղերք տենց չի, ժողովուրդ տենց չի։ Հիմիկվա իրավիճակում բոլորդ էլ հնարավորություն ունենք, համ հերոս լինեք, համ առաջնորդ լինեք։ Բոլորին ունեն այդ հնարավորությունը։ Երևալու այլ ով է ինչա։ Շնորհակալ եմ պարոն Իսրայելյան հետաքրքրության համար։ Իմ հյուրներ վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։ Կհանդիպենք։